Եվ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թե գեղեցիկ քարերով և աշտարակներով է զարդարված, նա ասաց. «Այդ բոլորը, որ տեսնում եք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնվի քար քարի վրա, որ չքանդվի»։ Հարցրին նրան և ասացին. «Վարդապետ, երբ կլինի այդ, և ինչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի»։ Եվ նա ասաց. «Զգույշ կացեք, չխաբվեք, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն, թե ես եմ Քրիստոսը, և թե ժամանակը մոտեցավ, նրանց հետևից չգնաք։ Եվ երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք, որովհետև պետք է, որ նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։ Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորություն թագավորության դեմ, և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից. բայց այս բոլորից առաջ ձեր վրա ձեռք պիտի դնեն և պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ և կուսակալների ու թագավորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անվան համար, և ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայության։ Արդ ձեր մտքում դրեք սա, նախօրոք մի մտահոգվեք պատասխան տալու համար, որովհետև ես ձեզ կտամ բերան և իմաստություն, որին չեն կարողանա հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից, և բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն, և պիտի ատվեք բոլորից իմ անվան համար, բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի, և ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները։